Տեսանյութը դիտելու ընթացքում ես ակամայից հիշեցի Պրոստոկվաշինը, հիշում ես այդ մուլտֆիլմը, ինչու հիշեցի, որովհետև այնտեղ հիշում եք Մայրիկին, երբ զարմացած երեխաները ասում են, ինչպես են տեխնոլոգիաները զարգացել, դու միևնույն ժամանակ եւ եթերում ես եւ մեր կողքին, հենց հիմա Անուշը միևնույն ժամանակ եւ տեսանյութում էր մեր եթերում եւ հենց հիմա մեր կողքին խոհանոցում։ Բարի լույս սիրելի գործընկերներ, ես եկել եմ Արփինեի յուղերով եւ այսօր պատրաստելու ենք հետաքրքիր նախուտեստ զաթարով, ովքեր չգիտեն, ես կբացատրեմ ինչ է դա, եւ լոլիկի չերով, ծիթապտուղ, համեմ, նուշ կօգտագործենք եւ հիմա պետք է հացը տապակենք մի փոքր։ Իդեպ տեսանյութը երբ դիտում էինք եւ վերջում դուք պատրաստեցիք, կարող ենք ասել հայկական ավանդական բրուսկետա, որովհետեւ թթխմորով Արփինեի թխած հացներ է տեղ, պանիր, կրեմ պանիր եւ իհարկե լոլիկի չիրը ու այն յուղերը, որոնք սառը մամլման տարբերակով էր նստածել։ Ինչ համուներ Անուշ պատմիր։ Հրաշալի համուներ, հացը Արփինեի ընկերուհին է պատրաստում, որը մենք մի անգամ հյուր եղել ենք իր մոտ եւ համտեսել ենք, իսկապես շատ համեղ։ Այստեղ ամեն ինչ օրգանիկ է, մաքուր, օգտակար եւ այսօրվա մեր նախաճաշն է այդպեսին լինելու։ Լոլիկի չիրն էլ Արփինեն է ուղարկել, իդեպ պատրաստել է, նույնիսկ այստեղ ոչ մի հավելում չկա, լոլիկը աճեցված է մաքուր բնական ձևով, ինչպես նախկինում, ոչ մի ավելորդ քիմիական նյութեր չկա։ Այո, եւ իր յուղով, իր պատրաստած բնական յուղով պատրաստել էր այսպես տարբեր համեմունքներով լոլիկի չիրը։ Մենք կօգտագործենք այսօր կանեփի յուղ։ Հիմա ինչ ենք անում։ Կանեփի յուղը, որը իդեպ օմեգա 3, 6 եւ 9 է պարունակում ու շատ համաչափ ձևով սինթեզվում է, հիմա մենք պետք է ավելացնենք ափսեի մեջ, բավականին առատ, որովհետեւ զահթարը պատրաստում են առատ յուղով։ Բայց եթե չունեք կանեփի յուղ հիմա տանը, կարող եք ձիթայուղով պատրաստել, չէ՞։ Ձիթապտղի յուղ, այո, որ սառը մզման յուղ լինի։ Դե մենք այսօր օգտակար յուղերից ենք խոսում, դրա համար մի փոքր նռան դոշապ եւ զաթար, հացը չմոռանանք ընթացքում, մոտավորապես 3 ճաշի գթալ։ Ու պետք է կտրտենք ձիթապտուղը։ Մանր կլոր այսպես կտրտենք, ավելացնենք։ Իսկ կապ ունի, թե որ ձիթապտուղն ենք ընտրում։ Կանաչն է շատ այստեղ, այո, կանաչն է համեղ։ Ընդհանրապես զահթար փորձել եք, սիրում եք։ Ես շատ։ Ես էլ շատ։ Ես անգամ ուրախացա, երբ պարզվեց, որ այսօր դու հենց զահթարով բաղադրատոմս ես առաջարկելու։ Այո, ընդհանրապես վերջին տարիներին ես էլ շատ եմ օգտագործում զահթարով այսպիսի նախաճաշեր, այսինքն ուղղակի հացի վրա կարելի է քսել եւ հետաքրքիր տարբեր համեմունքներով, այո։ Եվ բավականին շատ օգտակար սերմեր օգտագործել, որովհետեւ այստեղ 15-16 տարբեր տեսակի փոշիներ կան սերմերն են հենց այսպես երևում, ընկույզ, քունջուտ, շատ օգտակար բաղադրիչներ կան։ Կարելի է ուղղակի չոր լավաշով, ընդհանրապես ինչպես են ուտում, չոր լավաշով ուղղակի այսպես համտեսում են։ Մենք հացի վրա կդնենք, որովհետև պետք է լոլիկի չիրն էլ վրա դնենք։ Իսկ դու փորձել ես զաթարը լոլիկի չիրով։ Կարծես թե ոչ։ Փորձել եմ հենց ինչպես Անուշը ասաց, լավաշի փոքր այսպես կտորներով, շատ համեղ է, բայց կարծում լոլիկի չիրը մասնավորապես քանի որ արդեն գիտենք թե ինչպես է պատրաստվել եւ վստահաբար շատ յուրահատուկ համ ունի, էլ ավելի կգեղեցկացնի այս։ Եվ համային ինչպիսի հետաքրքիր կոմպոզիցիա կստանենք։ Իսկ դուք ընդհանրապես ուշադրություն եք դարձնում, թե ինչ տեսակ է պատրաստված, օրինակ յուղը, սնունդը, հաշվի եք առնում, թե որպես կանոն սնունդը այո, բայց յուղը օրինակ ոչ։ Եվ Անուշը իրականում սիրելի հեռուստադիտողներ, մինչ դուք դիտում եք տեսանյութը, մեզ բացահայտում էր գաղտնիքները, թե ինչպես իրականում յուղը պետք է պատրաստվի։ Ես առաջարկում եմ հեռուստադիտողներին էլ պատմես։ Ճիշտն ասած Արփինեն կադրից դուրս շատ պատմություններ ասաց, թե ինչպես են իրականում պատրաստվում, ինձ թվում է ես խանութից այլևս սովորական յուղ չեմ կարողանա գնել։
բայց Արփինեն երբ որ բացատրում էր, շատ բաներ հասկացա եւ հիմա օգտվում եմ միայն այս յուղերից, հատկապես աղցանների համար։ Ընդհանրապես թեկուս ուղղակի լոլիկը, վարունգը, երբ որ եթե ուղղակի այդպես չեք կարողանում ձեթը առողջության համար օգտագործել, խմել, պարզապես կարելի է աղցանների մեջ օգտագործել։ Իսկ ո՞րն ես օգտագործում, օրինակ հենց այդպիսի պարզ աղցանի դեպքում։ Հիմնականում կտավատի, բայց ասեմ, ինչ որ պատրաստում է, եթե սուր համեր չլինեն, ինչ որ պատրաստում է Արփինեն, ես օգտագործում եմ։ Կա այնտեղ դիմադրողականությունը բարձրացնելու համար, օրինակ, չեմ հիշի սերմի անունը, բայց այդպիսի մի սերմ էր Արփինեն նվիրել եւ դա ուղղակի խմում եմ, որովհետեւ մի քիչ սուր համ ունի։ Մնացածը օգտագործում եմ աղցանների մեջ։ Այսուհետ մենք էլ պիտի ավելի ուշադիր լինենք։ Այո։ Տեսնենք ինչպես է իրականում պատրաստվում, օրինակ, այն ձեթը, որը ընտրել ենք, կամ յուղը, որը ընտրել ենք, եւ ավելի ճիշտ ընտրություն կատարենք։ Եվ առհասարակ պետք է հոգ տանենք մեր առողջության մասին, իսկ դա ամենապարզ քայլն է, որ պետք է անել յուրաքանչյուր օր խանութում գնումներ կատարելու ժամանակ։ Պետք է հրաժարվենք վատ ու ոչ այնքան առողջ ուտելիքից, չնայած երբեմն շատ գայթակղիչ տեսք ունեն դրանք, մեծ մասամբ շատ գայթակղիչ են, բայց այնուամենայնիվ հիշենք կարևորի մասին, դա առողջությունն է։ Այո, ես պիտի ասեմ նաև, որ գիտես վերջին շրջանում գուցե դա որոշ օրինակ խանութներում, սուպերմարկետներում զայրույթ է առաջացնում այլ այցելուների մոտ, բայց ես երբեմն կարող եմ կանգնել այսպես, չգիտեմ, որևէ մի բան եմ վերցրել ենթադրենք եւ պետք է ուսումնասիրեմ, թե ինչից են առհասարակ պատրաստել այդ ուտեստը կամ պահածոն կամ էական չէ, ինչ է, կարող եմ անկեղծ 5-ից 6 րոպե այսպես պարզապես կանգնել, հերթ կուտակվի իմ հետևում արդեն ես այսպես ուշադիր ընթերցում եմ, փորձում հասկանալ այդ Ե411 օրինակ հաստատ լավ բան չէ եւ գուցե պետք է դա չընտրել, փորձում ավելի ուշադիր լինել։ Դու այդպես ես մոտենում, լուրջ ես մոտենում այդ հարցի։ Ես փորձած թանամ, փորձ մածնից լավ է տարբերակով միշտ արդեն փորձված համերն եմ ընտրում, բայց իհարկե երբեմն լինում են, երբ նոր բաղադրատոմս ես իմանում, նոր բաղադրիչներ, որ կարելի է կիրառել արդեն քո սիրելի աղցանների ուտեստների մեջ, փորձում եմ բավականին ուշադիր կերպով ընտրել, բայց այդ խնդրի հետ ես զբաղվում եմ հատկապես տնտեսական խանութներում։ Ես սիրում եմ տնտեսական շոփինգ անել, առևտրի գնալ։ Այսպես կանգնում, ընտրում, ընթերցում։ Այո, եւ ընթերցում եմ, թե օրինակ ինչ հեղուկով կարելի է պատուհանները լվանալ, որ բացի մաքրելուց նաեւ անուշ բույր ունենան, այսպես շարունակ։ Ես հաճախ նաեւ գիտես ժամանակին կային հաղորդումներ տարատեսակ, որոնք հեռարձակվում են եւ պատմում էին ինչպես է պետք ճիշտ մթերքը օրինակ ընտրել, ինչին է պետք ուշադրությունը դարձնել եւ ես կարծես թե նաեւ այդ ամենի զոհն եմ դարձել, որովհետեւ հաճախ փորձում եմ այդ մարքեթինգային հնարքներին չտրվել եւ այսպես օրինակ տեսնում եմ դրված է սառնարանում, ենթադրենք հյութ է, գրված է 100%-անոց խնձորի հյութ։ Ասում եմ, այ հաստատ առողջարար է, պետք է վերցնել, վերցնում եմ, հետո մինչ առաջանցնել, ասում չէ, պետք է բաղադրության ամեն դեպքում մի հատ նայել։ Նայում եմ բաղադրությունը եւ տեսնում եմ առաջին բաղադրիչը ջուր, շաքար։ Ինչպես կարող է օրինակ 100%-անոց խնձորի հյութը պարունակել շաքար։ Ինչ ենք անում այդ դեպքում։ Դնում ենք հետ։ Գնում ենք այլ բաժին, վերցնում ենք խնձորը եւ տանը ինքնուրույն պատրաստում ենք առողջ հյութ։ Այո։ Մինչ անուշը խոհանոցում իր առողջ բաղադրատոմսով կկիսվի մեզ հետ արդեն վերջն արդյունքով, այս ընթացքում մենք ունենանք փոքրիկ դադար, վերադառնանք ու տեսնենք, թե ուր հասանք։ Վերադարձանք եւ շարունակելով թեման առողջ սննդի եւ առհասարակ ճիշտ ընտրություն կատարելու է հետաքրքիր է Անուշ դու ինչպես ես վարվում խանութ սրահներում եւ ինչպես ես ընտրում առողջ սնունդ։ Հերթեր գոյանում են դավիթ։ Հերթեր գոյանում են քո պատճառով։ Քեզ են ատում ինչպես ինձ են ատում թե ոչ։ Անկեղծ ասած չեմ սիրում նեղություն տալ ուրիշներին, դրա համար երկար չէ կամ այսպես առանձին մի վայրում կթաքնվեմ, անկյունում, այո։ Ասեմ, որ այստեղ ավելացրեցի նաեւ համը։ Ընդհանրապես շատ հաճելի է, երբ տեսնում ենք, որ խանութում որևէ մեկը կանգնած մանրամասն նայում է։ Այդ մշակույթը վերջերս է ավելի շատ զարգացել եւ ամեն անգամ երբ տեսնում եմ, որ մարդիկ կանգնած նայում են հետեւողական, այսպես մանրամասն ուսումնասիրում են, նոր են գնում, շատ ուրախանում եմ, որովհետեւ տարիներ առաջ ընդհանրապես այդպես չէր։ Այստեղ համեմա ավելացրեցի մի փոքրիկ աղ ենք անում եւ մեզ մնում է կիտրոնը ավելացնենք։ Ես արդեն հացի բույրը զգում եմ։ Այո։ Այստեղ է հասել այն կարմրած, խրթխրթան, թարմ հացի բույրը։ Այստեղ նաև պետք է սխտոր մի փոքր կտրենք, բայց քանի որ Արփինեն պատրաստել է լոլիկի ճիրը սխտորով, մենք արդեն չենք ավելացնի։ Եվ
Մեզ մնում է խառնել ու տեղավորել հացի վրա։ Հիշում ենք, չէ, որ կարող ենք նաև ուղղակի չոր լավաշներով այսպես համտեսել։ Բայց քանի որ Անուշը միշտ ուշադրություն է դարձնում նաև մատուցմանը, իհարկե վստահ եմ չոր լավաշներով եւս դու կգտնեիր մի շատ հետաքրքիր տարբերակ, օրինակ ստեղծել ինչ-որ ծաղիկ ափսեի մեջ, բայց այս անգամ որոշել է բրուսկետաների տարբերակով ներկայացնել Զաթարը։ Իսկ լոլիկի ճիրը ավելացնելու ենք վերջում։ Այո։ Իսկ ինչ հետաքրքիր գույն ստացավ։ Ահա։ Այսպես կդնենք։ Եվ մի քանի լոլիկի ճիր կավելացնենք վրա։ Եվ գույնը կապահովի։ Եվ համը։ Ով կհրաժարվի նման նախաճաշից։ Կիտրոնի հյութ։ Ավելի շատ չէ լիներ թթուն։ Վրայից այսպես վերջում։ Դե կարծում եմ այն կիտրոնը քեզ է սպասում, Դավիթ։ Մենք որոշեցինք մի քիչ ավելացնել կիտրոնի հյութը։ Գիտես, այսպես վերջում վրայից այսպես մի փոքր քամել կավելացնի։ այո։ Հասկացա։ Իդեպ զարդարը ընդհանրապես ավելի շատ պարզապես զարդարը ավելացնում են յուղի մեջ եւ այդպես են համտեսում, բայց այս տարբերակը ինձ շատ դուր եկավ անկեղծ ասած։ Վստահ եմ, որ դուք էլ կհավանեք։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որովհետև այս բաղադրատոմսը իր մեջ ներառել է մեր բոլոր սիրելի համերը։ Այո։ Այնպես որ չի Դուք պատկերացնում եք, չէ, որքան օգտակար է։ Այո։ Այս ամենը։ Ու միևնույն ժամանակ շատ արագ։ Այ դա եմ ասել, որքան օգտակար է հատկապես ժամանակը խնայելու համար, երբ ունեք քիչ ժամանակ, բայց ուզում եք հետաքրքիր նոր համերով նախաճաշ կամ պարզապես ընթրիքի համար նախուտեստ պատրաստել, այնպես որ կարող եք այս բաղադրատոմսը գրի առնել ձեր այն փոքրիկ նոթագրքում, որը պահում եք Անուշի բաղադրատոմսերի համար։ Անուշն էլ եւս մեկ անգամ ապացուցում է, որ առողջ սնունդը իրականում բարդ չէ, կա չէ նմանատիպ թուր կարծիք տարածված, որ եթե խոսում ենք առողջ սննդի մասին, դա շատ բարդ է, երկար պետք է պատրաստել եւ շատ ավելի հեշտ է արագ սննդից օրինակ օգտվելը, որովհետեւ դա արագ է, բայց ինչպես տեսնում եք սիրելի հեռուստադիտողներ, յուրաքանչյուր օր Անուշը հակառակն է ապացուցում մեր խոհանոցում։ Ես միշտ եմ փորձում արագ պատրաստվող ուտեստներ առաջարկել, որովհետեւ իրականում ես ինքս չունեմ այդ ժամանակը երկար բարակ խոհանոցում լինել, բայց շատ սիրում եմ խոհանոցը եւ միշտ առաջարկում եմ, պատրաստում եմ շատ արագ եւ օգտակար ուտեստներ։ Հատկապես աղցանների դեպքում շատ եմ սիրում աղցաններ եւ աղցաններն էլ օգտակար եւ արագ պատրաստվող են հիմնականում լինում։ Ու այս շրջանում հատկապես, երբ եղանակային պայմանները թույլ են տալիս, որ խանութներում էլ ավելի մեծ տեսականի լինի թե մրգերի, բանջարեղենների, կանաչեղենի, ու այս դեպքում ընտրությունը մեծ է եւ կա լայն հնարավորություն ստեղծելու ձեր աղցանը, ձեր նախընտրած բաղադրիչներով, հետևելով Անուշի խորհուրդներին, թե ինչպես կարելի է համերը համադրել, որովհետեւ նա իմպրովիզների վարպետ է կարելի ասել։ Ճիշտ է, ես ուզում եմ ասել, որ դեռ սպասում եմ, թե երբ ես դու հայտնվելու խոհանոցում, որովհետեւ կարծես թե մենք միասին չենք եղել եթերում, երբ դու լինես խոհանոցում, որևէ բաղադրատոմս առաջարկես։ Շատ լավ։ Դեռ ժամանակ ունենք, հիշենք, որ այսօր հուլիսի 2-ն է, ամեն դեպքում ամառը շուտով կավարտվի, դեռ ժամանակ ունենք, մանե, խնդրում մտածես այս ուղղությամբ եւ կարծում եմ գալիք շաբաթ գուցե հնարավորություն ունենանք նորից միասին աշխատելու, գուցե դու ինչ-որ բաղադրատոմս ներկայացնես։ Կփորձեմ ամեն դեպքում զարմացնել քեզ։ Հիշեք, որ խոստացել եմ անը, որպեսզի կարողանանք հետո պահանջել։ Իսկ դու խոստացել ես եթերում մեր հեռուստադիտողներին, որ մի հետաքրքիր սանրվածքով կներկայանաս, երբ մենք պատմում էինք ճապոնացի վարսահարդարի մասին։ Ճիշտ է ասում։ Դա կարծում հատուկ եթեր պիտի լինի։ Այո։ Սանրվածքի համար։ Սանրվածքի համար նվիրված կամ գուցե տոնական։ Մենք ավարտեցինք։ Եվ Անուշը խամեց կիտրոնը։ Ինչպես խոստացել է, այո, մի փոքր կիտրոն ավելացնենք յուրաքանչյուրի վրա։ Ու վերջ։ Կարծում եմ մեր հեռուստադիտողները կօգտագործեն այս բաղադրատոմսը։ Անուշ լինի։ Վստահաբար, շնորհակալ ենք քեզ, Անուշ, շատ համեղ տեսք ունի իհարկե այս ամենը, ինչ հիմա տեսնում եք ձեր էկրաններին, սիրելի հեռուստադիտողներ, մանա ես կարծում եմ մենք պիտի շտապենք։ Շտապենք փորձելու, իսկ այդ ընթացքում լսենք երաժշտություն։